որոնք հանդիսանում են գործարաններ, գործարաններ, իրենց ենթակայությամբ գտնվող հիմնարկների աշխատակիցներին պարտադրում են փոխել հաշվառման վայր ժամանակավորապես, այսինքն ընտրական ցուցակներում իրենց հաշվառման վայրից դուրս գալ եւ ընդգրկվել իրար գործատուի, այսինքն նաեւ տեխնատուի ընտրատարածքի ընտրական ցուցակներում։ Ես կանաչատի, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես գա հայտարարությամբ եւ ընտրողներին պարզաբանի եւ ընտրողներին պարզաբանի թե ինչպես կարող են նրանք պաշտպանել իրենց իրավունքները, մասնավորապես արդյոք այն ընտրողները, որոնց կպարտադրվի փոխել իրենց հաշվառման վայրը, արդյոք կարող են օգնության համար դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողովի, որպեսզի խնդրեն լսեցինք ձեր հայտարարությունը, խնդրենք թույլատրեին մինչև վերջ ավարտել շարունակեմ, նիստ է ընթանում, օրակարգային հարցերը կավարտվեն, ձեր բարձրացրած խնդիրը չի վերաբերում որևէ օրակարգային հարցի։ Կա սահմանված կարգ, եկեք բոլորս ենթարկենք այդ կարգին, եւ մենք եւ դուք ունեք ներկայացնելու թե դիմում, թե կարող եք նիստերին մասնակցել, ներկայացնել ձեր տեսակետը, բայց կա հաստատված օրակարգ, որով իրականացվում է նիստի ընթացքը։ Նիստի օրակարգի ավարտից հետո կտրվի այդ հնարավորությունը եւ կներկայացնեք հարցեր։ Ձեր բարձրացած հարցը չի վերաբերում ոչ առաջին հարցին, ոչ երկրորդ հարցին, դրա խնդրում եմ նստեք, թույլ շարունակեք։ Ես ունեմ խորհրդատվական ձայնի իրավունք եւ տվյալ դեպքում յուրաքանչյուր ձայնի իրավունքի փոխում է սահմանված կարգով։ Սահմանված դուք եթե ծանոթացել եք ու գիտեք, որ դուք ունեք ձայնի իրավունք, միաժամանակ ծանոթացեք ընտրական օրենսգրքին եւ ձեր համար պարզեք, որ նիստի ժամանակ երբ որ հարցեր են քննարկվում, հարցերի քննարկմանը եթե չի առաջվում որևէ